1891-ից 92 թվականներին Ռուսաստանում երաշտի պատճառով չորացել են բոլոր հացահատիկային եւ լոբազգի կուլտուրաները, բացի ոսպից, որն էլ փրկել է բնակչությանը սովից։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք հունգարական գուլյաշ, մսով եւ ոսպով։ Սկսենք ոսպից։ Վերցրել եմ մառանիկի ոսպը, նախապես հոսող ջրի տակ լավ լվացել եմ, 2 ժամ թողել եմ սառը ջրի մեջ, որից հետո հարկավոր է կիսաեփանել։ Լցնում ենք փոքրիկ կաթսայի մեջ։ Վերցրել եմ 300 գրամ ոսպ։ Վրան ավելացնում ենք սառը ջուր եւ ուղարկում ենք եփվելու։ Անցնենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը դա կաղամբն է։ Տեղադրում ենք տախտակը։ Վերցրել եմ 300 գրամ կաղամբ։ Հեռացնում ենք կոթի մասը և շերտատում։ Սա քեզ։ Լցնում ենք ապակյա թասի մեջ։ Համեմում ենք մառանիկ ընկերության աղով, շաքարավազով և տրորում ենք։ Այս կերպ մշակելիս կաղամբը ավելի նրբահամ է դառնում։ Գուլյաշի համար վերցրել եմ տավարի փափկամիս, կես կիլոգրամ։ Կտրատում ենք խորանարդիկների, որից հետո տապակելու ենք հիմնական կաթսայի մեջ։ Հիմնական կաթսան դնում ենք արդեն կրակին, լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ցիթապտղի և արևածաղկի խառնուրդ։ Մսակտորը կկտրատենք փոքր խորանարդիկների և կտապակենք։ Այսպիսի հարմար կտորների։ Տախտակը և դանակը անմիջապես փոխում ենք։ Գցում ենք հազրեվարդի ճյուղ, թարմ հազրեվարդի ճյուղ, բույրը կհաղորդի և համան, հազրեվարդի և կհանենք։ Թող մսակտորները կարմրեն։ Անցնենք առաջ։ Մյուս բաղադրիչը սունկն է։ Գործ ենք դնում սիրելի
Աման եմ։ Այսպես պոկում ենք ոտքը և գլխիկը կտրում ենք երկու մասի։ Ցողում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայով, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդով։ Տակն վրա անենք, որպեսզի հավասար տարածվի բուսայողը։ Համեմում ենք մառանիկ ընկերության աղով և ուղարկում ենք ջեռոց խորովվելու։ Այս ձևին շատ է դուր գալիս։ Երբ չես տապակում, այլ խորովում ես մթերքը։ Կարծում բավական է։ Փռում ենք սիլիկոնե գորգ և փռում ենք սունկը։ Այս կերպ երբ մշակում ենք, ավելի քիչ բուսայյուղ ենք օգտագործում։ Ջեռոցը կմիացնեմ 200 աստիճան և կթողնեմ այնքան, մինչև սունկը սկսի կարմրել։ Անցնենք առաջ։ Նախ փրկենք միսը, այն պետք է կարմրի։ Կարմրելուց հետո կավելացնենք եռացրած ջուր։ Կհանենք հազրևարդի ջուղը և կլցնենք եռացրած ջուր։ Գործ ենք դնում տապակը։ Սլոբոդա բուսայով տապակում ենք սոխ։ Սոխը շատ մանր չեմ կտրատի։ Կվերցնեմ 2 գլուխ սոխ և այսպես անկանոն միջին չափի կտրելուց հետո կգցեմ տաք բուսայովի մեջ և կտապակեմ։ Համեմում ենք աղով և շաքարավազով մառանիկ ընկերության։ Նախքան ջուրը ավելացնելը կավելացնեմ սպիտակ անապակ գինի։ Մոտ 100 միլի։ Թող մոտ 5 րոպե այսպես շոգե խաշվի։ Ստանա գինու բույրը։ Անցնենք առաջ։ Սոխը հենց փափկեց։ Կավելացնենք գազար։ Վերցրել եմ 2 միջին չափի գազար։ Կկտրատեմ տափողակների։ Գազարին հաջորդում է
նեխուրի ցողունը, երկու ցողուն կվերցնեմ առանց տերևների։ Սա էլ մանր չենք կտրատում։ Հերթը հասավ քաղցր պղպեղին, կվերցնենք գույնս գույն այսպիսի պղպեղներ։ Սրանք էլ մանր չենք կտրատելու։ Ավելացնում ենք մոտ 1 լիտր ջուր, հազրևարդը հանենք նոր։ Հենց սկսեց եռալ, կավելացնենք կարտոֆիլ, կվերցնեմ 2 կարտոֆիլ, դու կարող եք ուղղակի սովորական կարտոֆիլներ վերցնել 3 հատ, ես վերցրել եմ սովորական միջին չափի կարտոֆիլ և մեծ քաղցր, այդպես համերի հետ խաղանք, կտրատենք միջին չափի կտորների և հենց արգանակը սկսեց եռալ, կգցենք արգանակի մեջ և կեփենք։ Հենց կարտոֆիլը փափկեց, կավելացնենք նաև կիսայեպ ոսպը, անջատենք, լավ է։ Բանջարեղենի հետ տապակում ենք նաև նախապես մշակած կաղամբը, որ արդեն փափկել է։ Համեմ ենք բանջարեղենը, կավելացնեմ 5 պճեղ սխտոր, այսպիսի մեծ պճեղներ, ընդհանրապես ամեն պճեղը 4 մասի եմ կիսում, շատ մանր չեմ կտրատելու։ Իբրև համեմունք կառաջարկեմ նաև լոլիկի ճիր, բուսայուղի մեջ 1, 2, 3, 4, 5, 6 շերտ, գուցե և 7 շերտ, այս ձիթայուղից էլ լցնենք, այն համեմված է հազրևարդով, իբրև համեմունք։
Բացի ճիր վիճակից կառաջարկեմ նաև լոլիկը մածուկ վիճակում 3 ճաշի գտալ։ Ավելի ուշ կառաջարկեմ նաև թարմ լոլիկ։ Մեկ, երկու, երեք թարմ լոլիկ։ Վերցնեմ, հեռացնում ենք պտղակոթը։ Եվ կկտրատենք միջին չափի։ Ամեն լոլիկը 8 մասի։ Տակնու վրա ենք անում։ Տեսնենք ինչ վիճակում է սունկը։ Շատ էլ լավ վիճակում է։ Հենց այս պահին անում ենք և լցնում արգանակի վրա։ Մի տեսակ բաղադրիչներ շատ ստացվեցին և կաթսան կարծում եմ փոքր է։ Դու ավելի ուշ պետք կգաս։ Գործ ենք դնում ավելի մեծ կաթսան։ Անջատենք ջեռոցը։ Զանգվածները միավորում ենք։ Լցնում ենք նաև ոսպը իր եփաջրով։ Մի քիչ շատ է եփվել։ Զգուշորեն տակնու վրա ենք անում։ Ծածկում ենք կափարիչով, եփում ենք ևս 7 րոպե, որից հետո կմատուցենք, մատուցելիս վրան շաղ կտանք, տեսնենք ինչ ունենք թարմ կանաչիներից, համեմ, ամեն ինչ էլ ունենք, բայց համեմը կարծում եմ շատ լավ կլինի, ուրեմն 5 րոպեից համեմը կլցնենք, կանջատենք կրակը, կծածկենք կափարիչով, կթողնենք 15 րոպե թրմվի, համերը խառնվի, որից հետո կմատուցենք։ Հունգարական գուլյաշ։ Թասի մեջ լցնել շերտատած կաղամբ, համեմել աղով, շաքարավազով, տրորել, մի կողմ դնել։ Տավարի փափկամիսը կտրատել խորանարդիկների, բուսայղով տապակել։ Ավելացնել հազրեվարդի ճյուղ, քիչ անց ավելացնել սպիտակ անապակ գինի։
Մոտ 5 րոպեից հազրեվարդը հանել, ջուր ավելացնել, հենց եռա ավելացնել կտրատած քաղցր եւ սովորական կարտոֆիլ։ Թասի մեջ սունկ լցնել, ցողել բուսայղով, տակնու վրա անել։ Համեմել աղով, շարել ջեռոցի նախապես սիլիկոնե գորգ կամ յուղաթուղթ փռած տապակի վրա, 200 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել այնքան, մինչև սունկը կարմրի։ Եփելուց հետո լցնել տավարի մսի արգանակի վրա, խառնել։ Բուսայյուղ տաքացնել, միջին չափի կտրատած գլուխսող տապակել։ Համեմել աղով, շաքարավազով։ Հենց սոխը փափկի, ավելացնել տափողակների կտրատած գազար, կտրատած նեխուրի ցողուն, քաղցր պղպեղ, կաղամբը, 4 մասի կտրած սխտորի պճեղ, բուսայյուղի մեջ մարինացված լոլիկի չրի յուղից եւ կտրատած չիրը, լոլիկի մածուկ, 8 մասի կտրած լոլիկ։ Տապակվող բաղադրիչները միացնել կաթսայի բաղադրիչներին։ Ավելացնել խաշած ոսպ իր եփաջրով, տակնու վրա անել։ 5 րոպեից ավելացնել մանր կտրատած համեմ, կրակն անջատել, 15 րոպեից մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի կրծքամիս, մանգո, սոյա սոուս, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե բարանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։